Տիկին Գալստյան, գրած առնվազն 3 տարի, հա կարող ենք սահմանել, եթե պետական ես աշխատում 3, եթե մասնավոր 4, բայց ուզում եմ մենք տարբեր սերնդի մարդիկ ենք, ուզում եմ հասկանալ, էլի կարող է դրանից է գալիս։ Այդ որ ասում ենք պետական, աշխարհի ամենաուժեղ երկրները ուժեղ են, ոչ թե նրա համար, որ այդ երկրում պետական զավոդ կա, որ հիմա շատերն ասում են պետքա զավոդ բացենք, պետք է, այլ որ այդ երկրում կան մասնավոր հզոր ընկերություններ։ Հիմա իմ երկրում գրանցված մասնավոր ընկերությունը, դա էլ է իմը, չէ՞, այսինքն Հայաստանի Հանրապետության հարստությունն է, որ մեր երկրում լինեն ուժեղ մասնավոր ընկերություններ, բայց էլ եմ ասում, դեմ չեմ, եթե ուզում եք գան ձեզ օգնական կամ ինձ օգնական կամ հանձնաժողովներում պետական որոտ նաև ազգային ժողովն է, գրենք սահմանենք, բայց տենց խոսել, որ պետության համար կարևոր է, առաջնային պետք է լինի, որ պետական համակարգում, չէ, հենց այդ բառացի այդպես ասիկ շատ կարևոր է պետության, իդեպ նույնից եմ ասում, նորմալ է, դուք մեծացել եք սովետական միությունը, որտեղ ամեն ինչ պետություն, պետական, ես էլ մեծացել եմ, որտեղ ենթադրենք մասնավոր, դրա համար եմ ասում, վերցրեք աշխարհի լավագույն երկրները, իրանք ուժեղ են, որովհետև այդ երկրում մասնավորն է ուժեղ, ոչ թե պետությունն է ուժեղ։ Պարոն Ազարյան, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետություն ԲՏՃՄ ուղղությամբ ընդունված ունենք տարկետման հնարավորություն։ Եվ եթե թվերը գումարեք, ինչքան ես գիտեմ, տարեկան մոտ 100-ի ենք հասնում, այսինքն հաստատ ավելի շատ է, քան այդ top 50-ում։ Դա լավ է թե վատ է չգիտեմ, որ մեր երկրում այդքան մարդ չի կարող ընդունվի top 50, բայց Հայաստանի Հանրապետությունում ընդունված բուհերում ավելի շատ տարկետում են ստանում մեր քաղաքացիները, քան այդ top 50-ում։ Որոշ տարիներով կարող է բացառություն։ Եվ այո, պարոն Սարգսյան, ձեր մի նկատառումը 19 թվականին ենթադրում եմ կամ հուսով եմ դրա համար նախարարը այդպես նախքին պատասխանը նախքին նախարարը, որտեղ նոր էր այդ համակարգը, այսինքն այդ որ թվին, որ դուք ուզել եք, իրանք այդ թվին ձեզ ասել են, որ չունենք վիճակագրություն, որտեղ նոր ենք դրել։ Եվ ինչ վերաբերում է, հա, նկատի ունեմ այդ վիճակագրություն չեմ ոտը, որ այդ հիմքով իրանք որևէ մեկին չեն տվել, այսինքն թե ինչ-որ մեկը 2004-ին, 6-ին գնաց ընդունվել է, այդ իր կամքով է։ Եվ շատ կարճ 1980 տիկի գալիս նախար վիճակագրությունը բերեց, էլի ասեց 570 քաղաքացի, որից 12-ը էս արել, որից 400-ը էս արել։ Այդ այլ հիմքովն էլ օրինակ 7 տարի սովորել է մագիստրատուր, այդ ընթացքում ամուսնացել 2 երեխա ունեցել, այդ հիմքով ազատվել է։ Դա չի նշանակում, որ ինքը տարկետումից օգտվեց, բանակից խուսափեց, էլի շնորհակալություն։